ինձ թվում է իմ հեռախոսի 90%-ը իմ շունն է, 9%-ը ամուսինը, 1%-ը ես։ Բարև ձեզ, ես Ռոզալիան եմ Կարապետյան, սոցիալական մեդիա մարքեթինգ մասնագետ եւ ինֆլուենսեր մարքեթինգ մենեջեր։ Ես աշխատում եմ Telcel-ում շուտով 2 ամիս, աշխատում եմ իմ մասնագիտությամբ մարքետոլոգ եմ ու ամբողջ իմ աշխատանքային փորձը եղել է մարքեթինգում, այստեղ էլ աշխատում եմ մարքեթինգ թիմում իմ մասնագիտությամբ։ Մինչ այդ աշխատել եմ տարբեր մարքեթինգային կազմակերպություններում, էջենսիներում, ինչպես նաեւ եղել եմ մարքեթինգ պրոյեկտ մենեջեր ու այստեղ արդեն SMM հաստիքով եմ եւ ինֆլուենսեր մարքեթինգ հաստիքով։ Իմ հիմնական պարտականությունն է ներկայացնել ընկերությունը եւ իր պրոդուկտները սոցիալական ցանցերում։ Մենք շատ բաց ենք ու աշխատում ենք տարբեր չենելներում լինել, որպեսզի ավելի հեշտ հասնենք մեր լսարանին, մեր յուզերներին։ Ֆինանսական ոլորտում փորձ չեմ ունեցել ու շատ հետաքրքիր էր ինձ Telcel-ից սկսել, որովհետեւ ինքը շատ տարբերվում է բանկերից, որովհետեւ ունի պրոդուկտներ ավելի երիտասարդ, ավելի ճկուն, այսինքն եթե բանկերը ավելի ունեն սահմանափակ ճկունության պակաս, ապա Telcel-ում այդ ամբողջը կա ու պրոդուկտները շատ բազմազան են, տարբեր թիրախներով ու որպես մասնագետ էլի զարգացման շատ մեծ հնարավորություն կա։ Իմ աշխատանքային օրը շատ շուտ է սկսվում, երևի ամենաառաջինն եմ գալիս, աշխատում եմ շատ շուտ գալ, որովհետև սիրում եմ միայնակ տրամադրվել, սիրում եմ հավաքել հենց իմ սեղանը աշխատանքային, իմ թասքերը նայել, հետո գնում եմ սուրճի հետևից ու արդեն յունացնում եմ իմ աշխատանքին։ Իրականում, քանի որ ես նոր եմ ու ինքս էլ տենց դրսից պատկերացումներ ունեմ ընկերության մասին ու արդեն ներսից, ես հասկանում եմ, թե ինչքան մարդիկ տեղյակ չեն հնարավորություններից, wallet-ի ու իր ֆունկցիոնալությունից, որովհետև պատկերացումները տարբեր են ու ուզեի նաև որ մարդիկ ուղղակի տեղեկացված լինեին ու արդեն ըստ իրանց պահանջների օգտվեին։ Ու տենց հիմա այդ ուղղությամբ աշխատում ենք, ինչպես նաև ինֆլուենսերների հետ ու սոցիալական մեդիայով, ինձ թվում է հենց ինքը առաջինն է կոմունիկացիայի մեջ, որ լինում է, հետո արդեն մնացած կոմունիկացիոն կետեր։ Գործից դուրս շատ եմ սիրում ժապավենային լուսանկարչություն, մուլնիցաները, ժապավենով որ դնում եք, տանում եք, հետո պրայավկայի, փորձում հաճախակի հետս ապարատը վերցնել, լուսանկարանել ու հետո ինչ-որ ժամանակ անց արդեն այդ նկարները նայել, ինձ շուտ դուր է գալիս, որ այդ պահին դու չես տեսնում, հետո արդեն արդյունքը տեսնում ես, շատ հետաքրքիր կադրեր են դուրս գալիս ու նաև ունեմ շունիկ, շատ եմ սիրում ու տենց հիմնականում ազատ ժամանակը իրան եմ նվիրում, որտեղ ինքը դրա կարիք ունի, ես էլ դեմ չեմ։ Փորձում եմ հոգեբանական գրքեր կարդալ, որտեղ հենց մարքեթինգում շատ կարևոր է հոգեբանությունը, որ հասկանաս արդեն մարդկանց քո թիրախային լսարանին, ոնց են մտածում, ոնց են ընկալում, ինձ շատ կարևոր է այդ ուղղությամբ զարգանալ։ Կազո Իշիկուրոյի գիրքը չթողնես ինձ երբեք, շատ է տպավորվել, որով նաև տպավորություններից հետո ֆիլմն եմ նայել, բայց գիրքը ամեն դեպքում ավելի լավն է ու կարծում եմ ամեն անգամ կարդալիս ուրիշ ձև եմ իրան ընկալում։ Կուրինի բուլյոն, որը հիմա կարդում եմ, որտեղ ներկայացված է տարբեր պատմություններ, կյանքի բարդ իրավիճակներից դուրս գալուց, այսինքն 100-ից ավել պատմություն է ներկայացված, 100-ից ավել մարդիկ իրենց պատմությամբ կիսվել են, շատ հետաքրքիր է կարդալ ու տեսնել կյանքի բարդությունները ինչպես են հաղթահարվում, ինչ մոտեցումներ կան։ Ես սովորել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, մարքեթինգի եւ բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում ու 4 տարին ընթացքում տեսել եմ COVID, տեսել եմ պատերազմ ու կարծեմ 4 ռեկտորի փոփոխություն։ Ես ավարտել եմ կարմիրով։ Մամա։ Ես ավարտել եմ նաև երաժշտական դպրոց 7 տարի պրոֆեսիոնալ կարմիր դիպլոմով, սակայն այսօր չեմ նվագում ընդհանրապես եւ համարյա ամեն ինչ մոռացել եմ, որովհետեւ դա իմ մանկական տրավմաներից է, մամա բարև, որ ինձ տենց փորձում էին սովորացնել, որ գործը պետքա միջև վերջ տանել, տենց 1-2 ասելուց հետո որ չեմ ցանկանում գնալ, մեկը ստիպել են, ես էլ սուսուփուց 7 տարի հաճախել եմ ու չգիտեմ ոնց կարմիրով ավարտել։ Ես գնացել եմ դաշնամուր 7 տարի, սոլֆեջո, մուզլիտ, խոր ու ընդհանուր այդ փաթեթը։ Տնային տնտեսուհի շատ կուզեի լինել։
Անկեղծ, ինձ թվում է դա թերագնահատված է շատ։ Ես շուն, ընտանիք, ամուսին, իդեալական։ Բայց այդտեղ մի հարց է տանջում, ինչ եփել այսօր։ Չնայած հիմա էլ է դա տանջում։ Թվում է, խնդիր չի լինի։